Սույն թվականի ապրիլի 18-ին Արժան լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է պետական վերահսկողական ծառայության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը մինչ այդ կառավարության կողմից հավանության էր արժանացել։ Ինչպես արդեն նշվել է, նախագծի ներկայացման ժամանակ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքի գործողության շուրջ 7 տարիների ընթացքում ի հայտ եկած բազմաբնույթ բնութացակարգային եւ գործառնական խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման, ինչպես նաեւ ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորություններն առավել արդյունավետ եւ համակարգված իրացնելու անհրաժեշտությամբ։ Նախագծով նախատեսված հիմնական առանցքային փոփոխություններն են ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթի փոխանցումը պետական վերահսկողական ծառայությանը, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ֆինանսների նախարարությանը վերապահված տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը, հայտնի որպես ԿՌՈΥ, լուծարվելու է նախարարության կազմից եւ այդ լիազորությունը վերապահվելու է պետական վերահսկողական ծառայությանը։ Նշված գործառույթը կիրականացվի ծառայության կազմում հատուկ այդ նպատակով ձևավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանման ֆինանսա-բյուջետային հսկողության վարչության կողմից։ Երկրորդիվ նախագծով առավել հստակեցվել են ծառայությանը վերապահված վերահսկողական երկու հիմնական լիազորություններ՝ ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը։ Ի տարբերություն գործող օրենքի ներկայումս մշտադիտարկումն ուսումնասիրության փոխկապակցված միջանկյալ ինստիտուտ է, իսկ փոփոխությունների արդյունքում այն կսահմանվի որպես առանձին վերահսկողական գործառույթ։ Նախագծով հստակ տրված են վերահսկողության իրականացման ձևերի հստակ տարանջատումները, հասկացություններն ու բնորոշումները, ինչպես նաև նախագծով սահմանվել են ծառայության ընդհանուր իրավասությունները։ Եվ վերջապես նախագծով սահմանվել են վերահսկող օբյեկտների կոնկրետ շրջանակները, մասնավորապես ի թիվս մյուս պետական կառավարման համակարգի մարմինների, որպես վերահսկող օբյեկտ է նախատեսվել նաև վարչապետի աշխատակազմը, միայն պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով եւ մարզպետերի աշխատակազմերը թե օրինականության եւ թե արդյունավետության վերահսկողության լիազորությամբ։ Պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով նախագծով ծառայության վերահսկողության օբյեկտ են դարձել նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Ինչպես նշեցի, թիմ մարմիններում վերահսկողությունն իրականացվել է բացառապես պետական բյուջեից համերգներին տրամադրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության կամ դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության բաժնի պահպանմամբ։ Հարգելի գործընկերներ, նախագիծն առաջին ընթերցման բաժնում ընդունվելուց հետո ուղարկվել է Արդարադատության նախարարություն, կատարվել են որոշակի տեխնիկական շտկումներ, սակայն նշանակալի բովանդակային փոփոխություններ խոշոր հաշվով չեն իրականացվել։ Նախագծի վերաբերյալ սահմանված կարգով 3 կետից բաղկացած առաջարկություն է ստացվել ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանից, որոնց կանդրադառնամ ըստ կետերի։